հարցերը 1 տարուց ավելի անվտանգության աշխատակիցն ասաց, որ այդ հարցին կոնկրետ ինքը չի կարող պատասխանել։ Ես ավտոտրանսպորտի արտադրամասում եմ աշխատում։ Մինչ օրս չենք հասկանում ինչ ալնում, ոնց անենք, մեր վիճակը ոնց է կարգավորվելու։ Տան միակ աշխատողն եմ, 2 թոշակառու մարդ կա, փոքր երեխա կան, նրանց հարցերը ոնց պետք է լուծվի։ Եկել եմ աշխատանքի, դուռը փակել են, մի եկեք ու վերջ։ Պատճառաբանությունը այդտեղ է։ Քիչ առաջ փաստորեն մենք մոտեցանք այդ պատուհանին փոքրիկ եւ անվտանգության աշխատակիցը ասաց, որ ինքը նոր է ընդունվել։ Փակված գործարանը ինչպես կարող է աշխատակից ընդունել։ Սնանք ճանաչել։ Իրանք չեն կարող։ Ինչ-որ բանկ է բերել, Ակվաբանկն է, բայց Իրանք ուրիշ կազմակերպություն են։ Ես իրավասու չեմ այդ հարցերով, որ ինչ-որ բան պատասխանեմ։ Իրանք իրավունք չունեն։ Իրանք իրենց կազմակերպության համար կարող են մարդ ընդունել։ Ընդունել են, բայց իրենք աշխատանքներ տանում են ներսում։ Չեմ կարող ասեմ, որտեղ ամսի 10-ից ես ներս չեմ մտել։ Միայն անվտանգություն։ միայն անվտանգություն։ Դա արվում է, որպեսզի օրինակ դուք չմտնեք ներս, ինչի համար է արվում, եթե գործարանը փակի։ Մենք ասում ենք, եթե ուզում եք մտնեք, պասպորտ բերեք, գրանցեք, բան արեք, իսկ եթե մենք փող չենք ստանում, պահակայինը իրանք թող հսկեն։ Ես այդքան ապրանք կա դուրսը թափած։ Մի բան պատասխանատուներն ենք, վերջի պատասխանատուներն ենք, որ ամեն մեկս մեր արտադրամասի համար պատասխանատու ենք, նյութական, որ գալիս ենք մեր արտադրամասին, ասենք հետևում ենք, ամեն սարքավորումներ կան, հարցեր կան, տարբեր վտանգավոր միացումներ կան, որ պետք է հետևես, որ ինչ-որ խնդիրներ չառաջանա։ Ես մինչև ամսի 10-ը մտել եմ ներս, հիմա չէ։ Մոտավորապես 1 տարի աշխատավարձ չեն վճարել։ Նույնը ոնց որ բոլորը։ Շուրջ արդեն 2 տարուց ավել է։ Ես մի բան հարցնեմ, փաստորեն հիմա նկատում ենք, որ նոսրացան ձեր շարքերը բողոքի ցույցի մասնակիցների, այսինքն հիմա եկաք բողոքեցիք, գնում եք տուն, որևէ ուրիշ քայլ չեք անում։ Դե պատրաստվում ենք, ոնց չենք անի։ Դե հիմա ասենք հասկանանք, տեսնենք, դե կտեսնենք, էլի ընդհանուր կգանք հայտարարիկ, հասկանանք ինչ է կատարվում։ Մենք մեր քայլը կանենք, կսանց չի լինի, ասենք գործարան աշխատող գործարանա, բոլորս էլ աշխատում ենք, մեր ընտանիքները պահում ենք, ասենք երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործարանա։ Նշվում է, որ օրինակ գործարանը 400-ից ավելի աշխատակից ունի, բայց մենք այստեղ կարծես մոտ 100 աշխատակցի տեսանք, ինչու՞մն է խնդիրը, որ մյուսները դուրս չեն գալիս։ Նստած են տունը 2/3-ով։ Աշխատավարձ ստանում են այսինքն։ Չեն ստանում, մեր նման, բայց ուղղակի նստած են։ Ինչի չեն եկել ձեզ միանան բողոքի։ Չեն հավաքվի, աստիճանաբար կհավաքվեն։ Չեն զգացել։ որոշ մարդիկ տեղյակ չեն, Ես ձեզ մի հատ բան եմ աշխատում են խնդրում։ մարդիկ։ Աբրես, ես չեմ ծխանում։ Փորձեք դուք, որ եկել եք, մեր քերերն եք։ Պարզ արտահայտվում եք, մենք էլ ձեզ դեմ ենք պարզ արտահայտվում։ Ուղիղ եթերում։ Ես ձեզնից մի հատ բան եմ խնդրում։ Պարոն Փաշինյանի խնդրեք, որ այս ցեմզավոդը 1 տարի 3 ամիս արդեն ոչ մեկը կոպեկ չի ստացել։ Ասենք տուն ես այդմ քուրս, ասարա քեզի արծ։ Որ քո ջիբի փող չլի, ո՞ս բալիտ մի կոպեկ, ասենք մասնի կերս առնես կամ ամեն ինչ։ Դեռ չունեմ երեխա։ Աստված քո հետ, թո ամուսնանաս, երեխան ըլի մեռնեմ քեզի։ Աստված քո հետ։ Ամենալավ բարին գիտես որն է, որ ասենք այսօր ապրում ենք կարճված սրանից, նրանից, այդ մենք ընդե հոգեկաններ սեն, տամստե գալը մենք հոգեկանից ավելի ենք դուրս գալ։ Մարդուն ինքը չդարձնի գիշ։ Թո զավոդի վրեն, ասենք մի հատ ստավկա դնի, ամեն ինչը ինքը անի, զավոդը թեկուզ պետական, բայց գոնե տարի 3 ամիս փող չեմ ստացել։ Գոնե 3 ամսը փող տա, որ ասենք շարժ ունենամ, ես էլ պարտքը պահանջ ունեմ, ես էլ ընտանիք ունեմ, ընտանիքը մարի ես էլ եմ անում, այքոն։
Ես Իրանից չեմ խնդրեմ։ Հիմի Պահանջում եք։ չեմ էլ պահանջում, գիտես ինչի պահով։ Պոստերից եկել եմ փողերը Արկադիի տակ, այդ Արկադին ինչա որ դրերա Ինչ փոս։ Սամանա Վարդենից 101, 102 կարաս Արստակ կամավոր տղա եմ ես։ Գացել եմ ինչի մա, որ երեխուց համար 1 կոպեկ փող վաստակեմ գոնե երեխես ուտի։ Ես ձեզի խնդրում եմ։ Դուք որ բլոկում եք աշխատում այստեղ։ Ես Ցեմզավոդ Պամոշնիկ մաշինիստ եմ, հենց աղաստերի վր են։ Ես խնդրում եմ, որ ինքը լրիվ վերանայի ու նայի այս զավոդը ամենափոխտավող զավոդն է։ Էսի դրուժբա խաղացին ու այս զավոդը թողեցին անտերության մեջ։ Ես էդ եմ ասում։ Դուք տեղյակ եք, երբ է գործարանը սնանկ ճանաչվել։ Ես տեղյակ եմ, որ արդեն ես 3 ամիս հետո գործանը սնանկ ճանաչին։ Ինչից Բայց եք ես կուրսի չեմ, ինչի մա սնանկ ճանաչին։ Ովա սնանկ ճանաչե, ովա այդ փողերը տորեն։ Մեզ մի դիմեք, էլի խնդրում եմ, այդ սնանկության, հա, այդ հարցերով մեզ մի դիմեք, մենք իրավասու չենք այդ հարցերով։ Ընդհանրապես մենք ուզում ենք մեր աշխատանքն ենք պահանջում կառավարությունից, երկրորդն էլ ուզում ենք, որ առաջնահերթ գործարանը աշխատի, որ մենք կարողանանք ապրենք, գործարանը շենացնենք, վարչապետը բազմիցս անգամ նշում է իր ելույթներում, որ աշխատենք, որ երկիրը հզորանա, սենց աշխատելը լնում է։ Բայց մեր մասին ոչ մի բան Այսպես չէ։ կարող է հզորանալ երկիրը։ Բա որ աշխատենք, հզորացնենք, չէ՞ մեր երկիրը։ Լսի ձեզ մի բան ասեմ։ Այս երկիրը գզորանային կախ, որ ճիշտ է ապրիստե, ոչ թե իմ ջեբը քո ջեբը աշխատի։ Ամենալավն էդի է։ Շնորհակալություն, գնացինք, ստեսություն ձեզ։